Լինում է չի լինում, մի պապիկ է լինում, որ ապրում էր փոքրիկ կանաչապատ գյուղում, որտեղ ծառերը բարձրանում էին երկինք, թռչունները երգում էին առավոտյան, և երեխաները ազատ ու երջանիկ խաղում էին մաքուր օդում։ Օրերից մի օր պապիկը քնելիս տեսնում է անսովոր երազ։ Նա հայտնվում է իր գյուղում 200 տարի անց և տեսնում, որ ամեն ինչ փոխվել է։ Ծառերը չկային, հողը ճաքած, կենդանիները կոր են, մարդիկ հիվանդ և օդը ծանր ու աղտոտված։ Ու պապիկը ասում է. Այս որտեղ եմ ես, միթե սա իմ գյուղը, ուր են երգող թռչունները, ուր են ծաղիկները, ինչպես կարող էր աշխարհը այսքան մռայլ դառնալ։ Եվ այդժամ պապիկին մոտենում է մի տղա ու ասում. Պապիկ, դու ո՞վ ես, ես քեզ նման մարդ երբեք չեմ տեսել, կարող ես ասել ինչ անենք, որ մեր մոլորակը նորից մաքուր լինի, որ կենդանիներն ու ծառերը վերադառնան։ Թոռնիկս, իսկ ինչու է մեր մոլորակը այսքան փոխվել։ Պապիկ, դե արի ու տես, թե ինչ է եղել մեր մոլորակի հետ։ Այս ամենը պարզ է, թոռնիկս, ես կօգնեմ ձեզ։ Ու պապիկը գրպանից հանում է սերմերը ու տալիս տղային։ Նրանք միասին սկսում են ցանել սերմերը և աշխարհը նորից վերադառնում է իր բնականոն կյանքին։ Հուսանք, որ այս հեքիաթը իրականություն չի դառնա։ Շնորհակալություն ունկնդրելու համար։